Վերջին հայոյախոսությունը դեռ չէր մոռացվել, երբ երեկ երեկոյան համացանցում մի ձայնագրություն հայտնվեց, որում ենթադրաբար Գյումրիի Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանն էլ ավելի թունդ, սեռական բնույթի հայոյանքներով լեցուն մի ձայնային հաղորդագրություն է ուղարկում ինչ-որ մեկին։ Տունը տեղեն դու ես համարդ կերեք պիտի ղերգես տաղը իմ տեղս գիտենք դու ինչ տեղա։ Սարիկ Մինասյանը չի հերքել, որ ինքն է ձայնային հաղորդագրության հեղինակը, բայց ի տարբերություն նախորդ ընդամենը մի քանի օրվա վաղեմության դեպքի ներողություն չի խնդրել, հրապարակելով այն օգտատիրոջ էջը, որին ենթադրվում է, որ պատասխանել է, ՔՊԱ-կանը միայն գրել է. Սա ձեր տարածած ձայնագրության հերոսն է, ով սպառնում էր ինձ անձնական էջից ձայնային հաղորդագրությամբ հայհոյանքներով, որ ավտոմատով Դոնբասից կգա, բայց տեղ հասավ կոմունիստական Կլյավուզյան։ Սա է ձեր տեսակը՝ սադրել, ձայնագրել, ընտրակաշարք տալ, հայհոյել։ Ձայնագրությունը մոնտաժված է եւ ներկայացված միակողմանի, ուժեղ զապիսենող եք։ Սարիկ Մինասյանի հրապարակած սկրինշոթերում օգտատիրոջ էջում ընդդիմադիր ուժեղ Հայաստանի պաստառն է, անձնական տեղեկությունների բաժնում էլ գրված է, որ տղամարդը Դոնբասից է։ Ինչու էր հայոյանքների տարապտեղում, պատրաստվում է արդյոք ներողություն խնդրել, ինչ կարծիք ունեն իր վարքագծի մասին կուսակցությունում։ Այս հարցերը Սարիկ Մինասյանին ուղղել չհաջողվեց, նա այսօր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Անցած շաբաթ էլ նա Facebook-ում վիրավորական բառերով վեճ էր բռնվել օգտատերերի հետ, երբ իր էջում տեսանյութ էր հրապարակել Գյումրիում վարչաբենդի համերգից։ Տեսանյութին դավաճան ու ստամոքսազգիներ բառերով արձագանքել էր օգտատերերից մեկը, ՔՊԱ-կանն էլ նրա հեռախոսահամարն էր պահանջել, թունդ վիրավորելով։ Մյուս վիրավորական մեկնաբանությանն էլ է նույն կերպ պատասխանել։ Հետո ներողություն խնդրեց, թե որպես արժանապատիվ տղամարդ տրվել է նպատակաուղղված սադրանքներին եւ որոշ ֆեյքերի պատասխանել հայլային։ Գյումրիի Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարի հետ նման մի միջադեպ էլ անցած տարի էր եղել։ Սարիկ Մինասյանը ղեկավարում է նաև ՀԵՑ-ի Ղարս մասնաճյուղը։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորելուց հետո Ավագանու նիստերին չի մասնակցում։ Ընդգրկված է ՔՊ-ի ընտրացուցակում, առաջին 50-յակում։ Քաղաքացիական պայմանագիրն անցած տարի էթիկայի կանոնագիր կընդունեց։ Կուսակցության վարչության նախագահ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե երկրում որպես կառավարող ուժ պատասխանատվություն են զգում երկրում քաղաքական միջավայրի մթնոլորտի կուլտուրայի զարգացման համար։ Քաղաքացիական պայմանագրի վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության էթիկայի կանոնագիրքը, որում ստանդարտներ ենք սահմանում ինքներս մեզ համար։ Դրանով իսկ հայտարարելով ինքներս մեզ հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաև բարևարկության լավագույն ստանդարտներին մեր նվիրվածության մասին։ Այնպես որ երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած էթիկայի կանոնագրքին։ ՔՊ-ի էթիկայի կանոնագրքով կարգապահական պատասխանատվություն է սահմանվում այն խախտողների համար։ Վերջին շրջանում սկանդալների կենտրոնում հայտնված Սարիկ Մինասյանն արդյոք կենթարկվի կուսակցական պատասխանատվության։ Այսօր ՔՊ վարչության 6 անդամ մեր զանգերին չարձագանքեց։ Վարչությունից միակը, որ հեռախոսազանգին պատասխանեց, Հասմիկ Հակոբյանն էր։ Նա էլ հրաժարվեց մեկնաբանությունից, խորհուրդ տալով դիմել կուսակցության աշխատակազմ։